Հարգելի երդասանություններ, մենք շարունակում ենք մեր թեման ֆիզիկայի վերաբերյալ, ուրեմն նախորդ տեսանյութում մենք կրկնեցինք, թե 8-րդ դասանում ինչ գաղափարների հետ ենք ծանոթացել, այս տեսանյութում մենք փորձենք բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում էլեկտրականությունը։ Ուրեմն սա կյանքի ժամանակի պատկերն է։ 9-րդ դասարան ապրելակերպ։ Ուրեմն սա մեր նշանաբանն էր։ Չնայած կա ևս մեկ նշանաբան, հիմա կասենք։ Սա ձեր դասագրքի առաջին էջն էր։ Սա Մեսրոպ Մաշտոցի նշանաբանն էր, որ Մեսրոպ Մաշտոցը ներկայացրել է 405 թվականին, առաջին անգամ, երբ որ ստեղծել է տառերը, առաջին նախադասությունն է գրել։ Ճանաչելս իմաստություն և զխրատ իմանաս բանս հանճարոյ։ Սա ուրեմն ֆիզիկայի մասին, որպեսզի պատկերացնենք, թե ինչ բաժիններից է բաղկացած ֆիզիկան, ես այստեղ սխեմատիկորեն ներկայացրել եմ։ Ուրեմն մեխանիկայի հետ մենք ծանոթացանք 8-րդ դասարանում, մոլեկուլյար ֆիզիկայի հետ նույնպես ծանոթացանք 8-րդ դասարանում և էլեկտրականություն բաժինը մենք ծանոթանանք հիմա, կսկսենք առաջին պարագրաֆից, բայց մոլեկուլյար ֆիզիկան էլի բաժիններ ունի, թերմոդինամիկայի բաժինը, որտեղ ուսումնասիրում է, թե ինչ է ջերմությունը, ինչ են ագրեգատային վիճակները, ինչ են իրենից ներկայացնում ջերմային շարժիչները։ Այսպիսի պատկեր ենք մեր ստացել ֆիզիկան ուսումնասիրելիս։ Ուրեմն պարագրաֆ առաջին, մարմինների էլեկտրականացումը, էլեկտրական լիցք։ Ընդհանրապես ինչ ենք հասկանում, երբ որ ասում ենք էլեկտրականություն։ Ինչից է այդ փաստը առաջացել։ Ուրեմն էլեկտրոնը դա հունարեն բառ է, որը նշանակում է ծառի չորացած խեժ, շատերև ծառի չորացած խեժ, հայերեն այն անվանում են սատ։ Թե ինչ կապ ունի էլեկտրոնը էլեկտրականության հետ, պարզ է, որ էլեկտրոն բառից է առաջացել էլեկտրականություն բառը։ Ուրեմն այդ սաթը կամ էլեկտրոնը, շփել են բրդով շփել են, շփելուց սաթը կամ էլեկտրոնը ձեռք է բերել հատկություն։ Այդ հատկության շնորհիվ սաթը ձգել է իրեն ուրեմն մանր մասնիկներ։ Բացի դրանից եղել են դեպքեր, որ այդ բրդով շփելու ժամանակ կայծեր են առաջացել։ Այս դեպքում ասել են, որ տվյալ սաթը էլեկտրականացել է։ Բացի դրանից, որ սաթն է էլեկտրականանում են նաև այլ մարմիններ։ Օրինակ այստեղ ներկայացված է ապակի և էբոնիտ։ Ապակին շփելիս, ուրեմն նորից էլեկտրականանում է և էբոնիտները նույնպես
շփելիս էլեկտրակայանում են։ Բայց այս երկու մարմինները տարբեր ձևով են էլեկտրակայանում։ Երբ որ ուրեմն ապակին շփելիս էլեկտրականացած ուրեմն ապակե ձողը մոտեցնում ենք էբոնիտի էլեկտրականացած էբոնիտին, ապա տեսնում ենք, որ նրանք միմյանց ձգում են։ Էլեկտրականացած էբոնիտը նույն ձևով է լիցքավորվում, ոնց որ ասենք, թե մեր սաթը կամ էլեկտրոնը։ Դրա համար, քանի որ նա բացասական երևույթներ էր առաջացնում, այսինքն կայծեր էր առաջացնում, երբ որ մարդիկ սանրվում էին սաթով պատրաստված սաների միջոցով։ Դրա համար այն անվանեցին բացասական լիցքով լիցքավորված։ Իսկ ապակի երբ որ շփում էին, քանի որ ձգում է էբոնիտի կողմից, անվանեցին դրական լիցքով լիցքավորված։ Ինչպես պարզ է դառնում, հետագայում ապակին երկու ապակե ձողեր, երբ որ լիցքավորում ենք եւ նրանք մոտեցնում ենք միմյանց, ապա նրանք միմյանց վանում են։ Իսկ երկու էբոնիտի ձողեր նորից, երբ որ լիցքավորում ենք շփելով բրդով, ապա նորից նրանք իրար վանում են։ Այսինքն նույնանուն լիցքով լիցքավորված մարմինները միմյանց վանում են, իսկ տարանուն լիցքով լիցքավորված մարմինները միմյանց ձգում են։ Տարբեր մարմիններ, երբ որ լիցքավորում ենք շփելով, էլեկտրականացնում ենք, ապա երբ որ նրանց հեռավորությունը շատ մեծ է, նրանց չափերի հետ համեմատած, ապա ասում ենք, որ նրանք իրենցից ներկայացնում են կետային լիցքեր, այսինքն ընդունում ենք, որ կետային են նրանց լիցքերը։ Նու լիցք բառը հայտնաբերել է, լիցք բառը մտցրել է Բենջամին Ֆրանկլինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնադիրներից մեկը, Բենջամին Ֆրանկլինը, եղել է գիտնական եւ եղել է քաղաքական գործիչ։ Լավ, ենթադրենք, թե նա լիցք է ասում է լիցքավորվել են այս մարմինները, ունեն կետային լիցքեր են իրենցից ներկայացնում։ Ինչպես կարող ենք այն չափել։ Ուրեմն, որպեսզի այն չափեն, ուրեմն Q տառով են նշանակել այդ լիցքի չափը, այստեղ գրել եմ Q1 եւ Q2 երկրորդ ուրեմն կետային լիցքի չափը։ Ուրեմն Շարլ Օգյուստեն Կուլոնը նկատել է, որ ինչքան մեծ են լիցքերը, այնքան միմյանց ավելի մեծ ուժով են ազդում։ Կարևոր չէ նրանք միմյանց ձգում են, թե վանում են։ Այսինքն այն ուժը, որն ազդում է այդ լիցքի վրա, ասենք Q1 լիցքով լիցքավորված կետային լիցքի վրա, կամ Q2 լիցքով լիցքավորված կետային լիցքի վրա, փոխազդեցության ուժը համեմատական է նրանց լիցքերի քանակների արտադրյալին։ Նու մենք լիցքի քանակը առայժմ չեն կարող ներկայացնել, թե դա ինչ է իրենից ներկայացնում եւ ինչքան հեռացնում ենք այս երկու ուրեմն լիցքավորված մարմինները, ապա նրանք ավելի թույլ են միմյանց վրա ազդում։ Նրանց քառակուսուն համեմատ, ասենք, եթե Q1-ը լիցքավորենք, Q1 եւ Q2 լիցքերը հեռացնենք երկու անգամ, ապա
նրանց վրա ազդող ուժը կփոքրանա 2 անգամ։ Այսքանը ուրեմն այս դասի վերաբերյալ կարևոր է նայել, որ մենք հասկացանք, թե ինչ է իրենից ներկայացնում լիցքը, որը ձեռք է բերում մարմինը, այդ հատկությունը ձեռք է բերում մարմինը, երբ որ այն շփում են բրդով, այսինքն ապակին եւ էբոնիտը կամ այլ մարմիններ, օրինակ գրիչն էլ կարելի է շփել մազերին եւ այն ձեռքը բերի լիցք հատկությունը։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։